Արմանուկյան մի գնացեք, ձեզ էլ ենք անդառնալու։ Այսօր դատարան գնաց։ Հանդիմությունը գնում է դատարան։ Այսօր ChatGPT մի հարց եմ տվել, ասել եմ, թե ինչպես օրինակ կազմաքանդել պետությունները ներսի եւ դրսի ազդեցությամբ։ Ու ինձ նկարագրել է, թե ինչպես են կազմաքանդում պետությունները ներսի եւ իհարկե սկզբում ասաց, տենց բաներով մենք չենք զբաղվում։ Ասացի, իսկ գիտական բանը հիմքը կարող եք ասել, ինքը տենց սկսեց նկարագրել, բարձրացმა զբաղվում, աղագի ճիշտ պետք է հարցը տաս։ Որտեվ շատերը կան, որ ասում ես, ինչ ես անում, ասում ես, այս բաներով չեմ զբաղվում, բայց գիտականորեն ապացուցվում է, որ զբաղվում է։ Պետության ինքնիշխանության, ինքնուրույնության թուլացման հիմնական ներքին եւ արտաքին մեխանիզմները։ Կարծում եմ, իրավական համակարգի թուլացում, կոռումպացված կամ կախված դատական համակարգ, ինքնիշխանության հիմնական երաշխավոր հանդիսացող սահմանադրության շրջանցում։ Հիմա ես ինչ որ ասում եմ, ես համոզված եմ, մեր ժողովուրդը ինձ հետևում է եւ իր մտքում վերարտադրում է այն, ինչ որ տեղի է ունեցել հեղափոխությունից առաջ եւ ովքեր են դրանով զբաղվել, ինչպես են զբաղվել, ինչպիսի ինստիտուցիոնալ համակարգեր են ներդրված եղել։ Ինքնիշխանության հիմնական երաշխավոր հանդիսացող սահմանադրության շրջանցումը տեղի ունեցել ընտրակեղծարարության միջոցով, մարտի 1-ին բանակի ներգրավվածության միջոցով, կարկառուն ներկայացուցիչն էլ այստեղ նստած արինում մեկ-մեկ հարց ենք տալիս, ասում է, չէ, ես գենշտաբի պետը, չէ, ես առաջի տեղակալն եմ, երկրորդ, երրորդ բան, բայց ինքն է փաստացի ուղերձը հղել, որ 4-5 հոգով չհավաքվենք հանգարց, թե չէ բանակը կմիջամտի։ Արդարության եւ ինստիտուցիոնալ վստահության կորուստ։ Քաղաքացիների վստահության անկում պետական ինստիտուտների նկատմամբ։ Ընտրական գործընթացի մանիպուլյացիա, կողմնակալություն կամ արտաքին աջակցությամբ ձևավորված քաղաքական ուժեր։ Հիմա ճիշտ ասած Դաշնակցության գործընկերներին ուզում եմ ասել, ձեր ֆինանսական եկամուտները բացահայտված են, դուք ներսից եք ֆինանսավորվում, դրսից եք ֆինանսավորվում։ Հուսամ ինչ որ կերպ դա հրապարակվի, տեսնենք այդ ֆինանսական մուտքերը որտեղից են։ Արդյոք արտաքին աջակցությամբ ձևավորված միջոցներ են, թե ներքին աջակցությամբ ձևավորված։ Ներքին բևեռացում, ատելության քարոզ, պետության հիմքերի հանդեպ։ Ներքին եւ արտաքին անվտանգություն, ուրեմն ներքին անվտանգություն, գործակալական ցանցեր, ներթափանցված պետական ապարատում, ԶԼՄ-ներում, գիտական ոլորտներում։ Արտաքին ուժերի աջակցությամբ գործող հասարակական կազմակերպություններ, որպես քաղաքական ազդեցության գործիք, կրոնական կառույցների օգտագործում հանրային միասնությունը խաթարելու համար։ Հիմա տեսեք, այս 3-ի մեջ բոլոր իրար հետ վերցրած, մենք նոյեմբերի 9-ից հետո, որ մի հատ թեթև անալիզ ենք անում, տեսնում ենք, որ մեկ էլ գիտական ինչ-որ կառույց էլ վարչապետի հրաժարական է պահանջում։ Դա ինչի է նման, եթե ոչ ինչ-որ գործակալական ցանցի ազդեցության։ Մենք կրոնական ամենաբարձր մակարդակով արզվում է, որ ոչ լեգիտիմ իր դիրքը զբաղեցնող մարդը, ասենք, վարչապետի հրաժարական է պահանջում։ Էլ չեմ խոսում ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների կողմից։ Արտաքին միջամտություն, սահմանային խոցելիություն, անմիջական ռազմական սպառնալիք, կիբերգրոհներ, տեղեկատվական պատերազմներ, դիվանագիտական մեկուսացում, ռազմավարական դաշնակիցների կորուստ։ Հիմա այս 3-ը իրար հետ զուգակցվում է ռազմական ագրեսիայով դրսից Ադրբեջանի կողմից, տարբեր տեսակի ռազմավարական դաշնակիցների կորուստ այն պահին, երբ որ անհրաժեշտ են այդ ռազմավարական դաշնակիցները, տարբեր տեսակի տեղեկատվական պատերազմներ, հիբրիդային պատերազմներ, ինչ որ հաղորդումների պետական հեռուստատեսություններում հաղորդումների ընթացքում հնչող տարբեր տեսակի ապատեղեկատվություն։ Հաջորդ կետը՝ տնտեսական կախվածություն եւ խոցելիություն։ Հիմնական ոլորտներ՝ էներգետիկայի, կապի, ռազմավարական գործարանների գտնվելը օտար կառավարման ներքո։ Հիմա նայեք ինչա տեղի ունեցել էս նոր Գեգամ Մանուկյանն ասում էր հայ-ռուս գազարդ։ Կարծես չգիտի, որ էլ հայ-ռուս գազարդ չի։ Իրանց թեթև ձեռքով արդեն միայն ռուս գազարդ է։ Հիմա էներգետիկա, ռուս գազ, հեծ, օտարերկրյա ըստ էության կապիտալի բանի տակ։ Ռազմավարական գործարանները ով է հանձնել Ռոբերտ Քոչարյանը, որի որդին այստեղ կարկառուն հայհոյախոսի պիտակով չի գալիս էլ նստի, որ չտնանք, որ հայհոյախոսներ կան դահլիճում։ Հա։
Հաջորդը գործակալական ներթափանցում պետական համակարգում, քաղաքական որոշումների թելադրում դրսից, մասնավոր անձանց, հիմնադրամների կամ հասարակական կազմակերպությունների միջոցով։ Հիմա այս մասնավոր անձը, ով որ երեք հայտարարություն է տարածել, այս մարդը Ռուսաստանի անձնագիր ունի, բայց ասում են նաև ունի Հայաստանի անձնագիր։ Հիմա տեսեք, ուրեմն Ռուսաստանում չկա երկքաղաքացիություն։ Եթե ինքը սկզբում Հայաստանի քաղաքացի է եղել, ապա ինքը գրավոր պետք է հրաժարվեր ըստ ռուսական օրենքների, եթե ես չեմ սխալվում, այտենց գիտեմ։ Հրաժարվեր Հայաստանի քաղաքացիությունից, գրեր։ Գնար ներկայանար այդ համապատասխան մարմինը, որ իրան տային ռուսական անձնագիր։ Իսկ եթե սկզբում ռուսական անձնագիր ունեցել, ինքը պետք է գնար հանձներ այդ անձնագիրը, հետո գար ստանար հայկական անձնագիր։ Հիմա ինքը Հայաստանի քաղաքացի է, թե Ռուսաստանի քաղաքացի, որտեղ երկուսը մեկում չի լինում։ Հիմա մասնավոր անձանց միջոցով քաղաքական որոշումների թելադրում դրսից։ Եթե օրինակ մի հատ երկրի ղեկավար իր ռազմավարական գործարանները տալիս է մեկ ուրիշ երկրի, այդպես համարյա նվեր է տալիս, էլի, գույք պարտքի դիմացով։ Հիմա այս մարդը քաղաքական որոշումների թելադրում է դրսից, թե իր ազգային շահերից։ Ես կարծում եմ, որ ուղիղ տիպիկ բանը նկարագրությունն է, թե դրսից ոնց կարելի է երկրի ղեկավարին ստիպել, որ ինքը իրանց շահերից բան կամ չստիպել, կարող է ընդհանրապես իր շահերից չի գործում։ Կրոնական կառույցների միջոցով ներգործություն, օտար կրոնական կառույցների ֆինանսավորում, ազգային ինքնության դեմ քարոզ տարածելու համար, կրոնական համայնքների միջոցով համայնքային ինքնավարությունների ձևավորում, պետությունից անջատ գաղափարախոսությամբ։ Հիմա ինձ մեկը թող ասի, օրինակ, մենք ասում ենք, որ իրական Հայաստան, պետության, պետական քաղաքականությունն է, իշխող կուսակցության, իշխող խմբակցության, կառավարության, ժողովրդի կողմից ընտրված։ Մենք ասում ենք իրական Հայաստան, մենք ասում ենք սահմանազատում, մենք ասում ենք Հայաստանը ունի կոնկրետ այսքան տարածք, չունի հարևանների նկատմամբ տարածքային որևէ պահանջ։ Եկեղեցին երբևէ երկրորդել է պետական քաղաքականությունը, թե հակառակն է արել։ Օրինակ հակառակն է արել Բագրատ Գալստանյանին գործողելով դեպի քաղաքական դաշտ ուղիղ, հակառակն է արել կաթողիկոսի շուրթերով, հակառակն է արել տարբեր տեսակի, տարբեր կալիբրի հոգևորականների, քելեխների, բանիկանունքների, հոգեհանգիստների ժամանակ քարոզներով, բաժակաճառերով, ամեն ինչով։ Հիմա դա օրինակ կրոնական համայնքների միջոցով համայնքային ինքնավարությունների ձևավորում պետությունից անջատ գաղափարախոսությամբ հիմա չի տեղավորվում։ ChatGPT-ն ասում է, սա օտարերկրյա ներգործության ներսից պետությունը քանդելու բան է, գործիք է։ Սփյուռքի կառույցների քաղաքական միջամտություն, Սփյուռքի կառույցների օգտագործում հայրենիքում ներ քաղաքական օրակարգեր ձևավորելու նպատակով այնտեղ մի հատ Սայուզ Արմյան Ռասիայի բանը թոթովախոս ոչ հայերեն, ոչ ռուսերեն չտիրապետող մեկը կա, ասենք ինչ-որ հայտարարություններ է տարածում անհասկանալի, ինչ-որ պահի ֆիլոսոֆիությամբ էր զբաղվում, ֆինանսական աջակցություն քաղաքական պայքարի կողմերին, դրսի շահերի պաշտպանությամբ։ Ես կարծում եմ, որ սա ակնհայտորեն համընկնում է այն իրավիճակին, քաղաքական ինչ-որ մենք ունենք։ Եզրակացություն, ասում է ChatGPT-ն։ Պետությունը կորցնում է իր ինքնիշխանությունը, երբ իրավական համակարգը, արդարադատությունը, անվտանգությունը եւ տնտեսությունը դառնում են արտաքին շահերի նկատմամբ խոցելի։ Ազգային դիմադրողականությունը, ես էլ դաշնակցության համար եմ ասում, ազգային դիմադրողականությունից են ամբողջ օրը խոսում։ Հիմա ինչի մեջ է ազգային դիմադրողականությունը։ Ամրապնդելու համար անհրաժեշտ է անկախ դատական համակարգ, առաջին, տնտեսական դիվերսիֆիկացիա եւ ներքին արտադրողականության բարձրացում, ինֆորմացիոն անվտանգություն, քաղաքացիական գիտակցություն եւ ինֆորմացիոն դիմադրողականություն։ Այս ինֆորմացիոն դիմադրողականության եւ ինֆորմացիոն անվտանգության մասին ուզում եմ հատուկ շեշտադրում անեն։ Օրինակ, ինչ են բողոքում, որ վարչապետը ստատուս է գրում, գիտեք ինչ են բողոքում, որտեղ դա ինֆորմացիոն դիմադրողականության ամենաուժեղ հողնաշարն է այսօր Հայաստանում։ Ավելի ուժեղ ռեսուրս կան վարչապետի էջը, այսօր չկա։ Դրա համար ինչ են անելու, ամեն ինչ անելու, որ ինքը ստատուս չգրի, որ ստատուս չգրի դիմադրողականությունը կընկնի, իրանք ցալավիովներով բանով կլցնեն եթերը, իրանք հայհոյախոսներով, ворթիներով, հայրերով, բանով, բան կանեն, ողնաշարը կկոտրեն Հայաստանը, հասկանում եք։ Եվ վերջում ուզում եմ նաև անկախ դատական համակարգի տնտեսական դիվերսիֆիկացիայի ներքին արտադրողականության բարձրացման մասով ասել, որ քանի որ մենք այսօր բյուջետային հայտն ենք քննարկում, մեր պետական բյուջեն կառուցված է ամեն ինչը ուժեղացնելու
վրա եւ ըստ էության այն ուղղված է պետության դիմադրողականությունը բարձրացնելուն, անկախությունը եւ անվտանգությունը բարձրացնելուն։ Վերջում էլ ChatGPT-ն ասում է, ուզում եք այս ամեն ինչը PowerPoint-ով սարքեմ, որ կարողանաք պրեզենտացիա անեք, ասացի ոչ, շնորհակալություն ուշադրության համար։